Բարև ձեզ։ Այսօր խոսելու եմ ազատության մասին։ Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, քանի որ հայ ազգը ունի բնական մղում դեպի հանցագործությունները։ Եթե մենք համեմատենք 2018 թվականին եւ հիմա, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 10 անգամ։ Ես ունեմ իմ կարծիքը, թե ինչու է դա տեղի ունեցել եւ ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Իմ կարծիքը նրանում է, որ մեր ամբողջ ուժային կառույցների պոտենցիալը ուղղորդվում է քաղաքականապես ոչ իշխանական ուժերի, գործիչների, գործարարների եւ մարդկանց դեմ, մինչեւ 2018 թվականը 7 տարվա ընթացքում Հայաստանում եղել էր 100,000 հանցագործություն։ 2018 թվականից մինչև այսօր Հայաստանում 220,000 հանցագործություն է տեղի ունեցել, բացվել է քրեական վարույթ։ Մեր օպոնենտները կասեն, որ այդ քրեական վարույթները նրա համար են ստեղծվել, որ հակակոռուպցիոն պայքար է, կոռուպցիայի դեմ պայքար է։ Տարվա կտրվածքով, օրինակ 2024 թվականին քրեական վարույթների ընդամենը 1%-ն է հակակոռուպցիոն։ Այսինքն ինչ է կատարվում Հայաստանում։ Եթե դու օրինակ ապրում ես Վայքում դու ակտիվ գործարար ես, բայց ունես հայացքներ ընդդիմադիր։ Մեկ էլ մի օր հայտնվում է մի ԿՊԱ-ական տեղում, ով 100% ինչ որ դիմելու է դատախազին եւ ասի, որ քո տարածքի այն 4 մետրը, որ դու ունեցել ես, ինչ որ խնդրեմ ունի եւ դրա վրա բացվի քրեական վարույթ։ Այսպիսի ձևաչափ ամբողջ Հայաստանում հարյուրավոր է, քրեական գործերը հարյուրավոր են եւ հիմնական նպատակը որպեսզի ընդդիմախոսներին լռեցնի։